Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 27։ Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Առաջին Պետրոս 2:9 խոսք։ Ճիշտ այնպես, ինչպես ճանապարհորդները, վազորդները, զինվորներն ու աշխատողները գոտևորված են իրենց երկար ու ազատ հագուստներով, որպեսզի պատրաստ լինեն իրենց առաջադրանքներին, այնպես էլ քրիստոնյաները պետք է հոգ տանեն իրենց մտքի և զգացմունքների մասին։ Եղեք սթափ և զգոն, պաշտպանվեք բոլոր հոգևոր վտանգներից և թշնամիներից, չափավոր եղեք ձեր ամեն վարքի մեջ, ուշիմ եղեք ձեր հայացքներում, ինչպես նաև ձեր գործողություններում և համեստ ձեր ինքնագնահատականում։ Նույնիսկ ամենազգոն քրիստոնյաները ունեն սթափության հորդորի կարիք։ Այս հրաշալի քրիստոնյաներին միշտ հիշեցնում են, որ սթափ լինելը պահանջվում է թե եկեղեցու առաջնորդից, թե տարեցմարտկանցից, որպեսզի զգաստացնեն երիտասարդ կանանց լինել հնազանդ, անարատ և բարեգործ, իսկ երիտասարդ տղամարդկանց հորդորեն լինել խոհեմ։ Տիտոս 2:4-6 խոսքեր։ Քանզի երբ քրիստոնյան հասնում է շնորհալի վիճակի, նրա ընթացքը դրանով չի ավարտվում, նա պետք է շարունակ հուսա և ձգտի ավելի մեծ շնորհի։ Անցնելով նեղ դռնով, նա պետք է շարունակի քայլել նեղ ճանապարհով, և դա անելու համար նա պետք է գոտեպնդի իր մտքի մեջքը։ Աստծո շնորհի հանդեպ անսասան և կատարյալ հավատքը չի հակասում մեր պարտականությունը կատարելուն առավելագույն ջանասիրությամբ։ Սրբությունը յուրաքանչյուր քրիստոնյայի ձգտումն ու պարտականությունն է։ Այն պետք է դրսևորվի բոլոր գործողություններում, բոլոր հանգամանքներում և բոլոր մարդկանց հետ մեր հարաբերություններում։ Մենք պետք է հատկապես զգոն և աղոթքով լցված լինենք, որպեսզի չտրվենք այն մեղքերին, որոնց հանդեպ հակում ունենք։ Աստծո գրավոր խոսքը քրիստոնյայի կյանքի ամենահաստատ կանոնն է, և այս կանոնով մեզ պատվիրված է սուրբ լինել ամեն ինչում։ Աստված սուրբ է դարձնում նրանց, ում փրկում է։